Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ես ուզում եմ սկսեմ մի շատ կարևոր լուրից, որը տնտեսության, մասնավորապես զբոսաշրջության վրա շատ կարևոր նշանակություն է ունենալու ներգնաց զբոսաշրջության վրա։ Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց, որտեղ նախ 3 երկրներից Օմանի Սուլթանություն, Սաուդյան Արաբիայի Թագավորությունը եւ Բահրեյնից քաղաքացիները առանց վիզայի կարող են այցելել Հայաստանի Հանրապետություն եւ գիտեք, որ այդ երկրներում կենսամակարդակը շատ բարձր է, այդ երկրների քաղաքացիները ֆինանսապես շատ ապահովված են, սա նշանակում է, որ դեպի Հայաստանի Հանրապետություն զբոսաշրջային հոսքեր են ակնկալում ֆինանսապես բավականին բարձր վիճակում գտնվող մարդկանցից։ Երկրորդը մի շարք երկրներից, որոնք որ բարեկամ երկրներ են եւ իրենց քաղաքացիների համար արդեն իսկ առանց վիզային հնարավորություն կար, այսպես ասած իրենց ռեզիդենտ, բայց ոչ քաղաքացի լինելու այդ հնարավորությունը նույնպես բացված է, օրինակ, տեսեք, օրինակ Քաթարը կամ Արաբական Միացյալ Էմիրությունները իրենց երկրի բնակչությունից բազմաթիվ անգամ ավելի մեծ իրենց երկրի քաղաքացիներից բազմաթիվ անգամ ավելի մեծ բնակչություն ունեցող երկրներ են, այսինքն օրինակ երկրի մի քանի 100,000 օրինակ Քաթարը ունի քաղաքացի, բայց մշտական բնակչությունը այնտեղ մոտ 3 միլիոն է, 2.5 միլիոն է եւ այդ մարդիկ նույնպես բավականին իմիջիայլոց այդ մարդկանց մեծ մասը ֆինանսապես բարձր կայունություն ունեցող եւ ֆինանսական բավականին լավ վիճակում գտնվող մարդիկ են, որովհետեւ գիտենք նաեւ այդ երկրներում օրինակ հյուրանոցների մենեջերները, խանութների մենեջերներ, կառավարիչներ իրենք սովորաբար այլ երկրներից են հրավիրում Ոչ միայն այնտեղ կատեգորիաները, օրինակ այդ երկրներում որոշակի ղեկավար պաշտոններ կան, որոնք որ մասնավոր սեկտորում հենց եվրոպական երկրներից են մարդիկ ներգրավում, արաբական այլ երկրներից, հետեւաբար այստեղ նույնպես կարևոր է, որ իրենք կարողանում են գան Հայաստան եւ այս առումով սա շատ լավ ուղերձ է նաեւ մեր տուրիստական բիզնեսով զբաղվող հանրությանը, մեր գործարարներին եւ դրա շարքը կազմող խմբին, որովհետև ռեստորանները, խանութները եւ այդ մնացած համակարգը նույնպես զբոսաշրջիկներին սպասարկում են եւ ես կոչ կանեմ մեր գործարար համայնքին պատրաստվել հոսքերին եւ իհարկե մեր գործարար համայնքին հետ համատեղ աշխատանքով բարձր որակի սպասարկմամբ ի վերջո հասնենք նրան, որ Հայաստանի զբոսաշրջային գրավությունը ել ավելի մեծանա եւ այս առումով ուզում եմ նշել, որ պետությունը բազմաթիվ ներդրումներ է իրականացնում, մենք ավարտեցինք մեկ ծրագիր համաշխարհային բանկի հետ, որտեղ հսկայական ծավալով ներդրումներ եղավ մեր զբոսաշրջային ենթակառուցվածքների մեջ եւ մենք կնքել ենք նոր վարկային համաձայնագիր կկնքենք շուտով համաշխարհային բանկի հետ, որով $100 միլիոն Հայաստանը իր զբոսաշրջային ենթակառուցվածքների վրա կներդնի, մասնավորապես Գորիսի վրա կներդնենք, Եղեգիս ագրո կլաստերը կստեղծենք Եղեգիս համայնքում, Արենի գինու կլաստերը կստեղծենք, Գյումրիի վրա մեծ ներդրումներ կիրականացնենք, Դիլիջանը որպես առողջարանային այսպես կլաստեր, ջերմուկի վրա շատ մեծ ներդրումներ են պատրաստվում անել, ապարան կլաստերի վրա, դվին կլաստերի վրա եւ այսպես շարունակ։ Պապա երկու ճշտող հարցեր ասած նախ ինչով ենք մենք ազդակներ ստացել հենց ձեր նշած երկրներից, որ տուրիստական հոսքերի ակնկալիք ունենք, օրինակ Բահրեյնից, Քաթարից մենք վիճակագրություն ունենք, օրինակ նախորդ տարիներ ինչքան տուրիստ է եկել հենց այդտեղից, սա մեկ, որ հենց որոշել եք այդտեղ ազատականացնել։ Երկրորդը միայն իրենց մասով է Հայաստան մուտքի վիզան է բացվել, այսինքն ազատականացվել եւ ինչքան է նախկինում ինչպիսի պայմաններ են գործում, թե նաեւ Հայաստանի քաղաքացիների համար է ազատականացվել Բահրեյն, Սաուդյան Արաբիա, Քաթար մեկնել է, եթե վիզա չկար իհարկե, չգիտեմ։ Տեսեք, այստեղ մի շարք օրինակով է, այսինքն Էմիրատների ոչ սա այս գործողությունը միակողմանի գործողություն է եւ սրա նպատակը ոչ թե Հայաստանի քաղաքացիների այլ երկրներում հանգստանալու հնարավորությունը հեշտացնել, ինչը պակաս կարևոր գործ չէ իհարկե, բայց այդտեղ ուրիշ գործողություն ենք իրականացրել, օրինակ Հայաստան է եկել Վիզերը, որը 8 նոր ուղղություն է
6 տարբեր երկրներում բացել, միայն կբացի միայն նոր ուրեմն քաղաքականության արդյունքում, այդ թվում Գյումրիից թռիչքներ կունենա եւ գիտեք, որ ինքը հայտարարել է նաեւ քանի որ պետական մեծ աջակցություն են տալիս, այդ աջակցության շնորհիվ իրենք հայտարարել են, որ մոտ 30 եվրոյով արդեն թռիչքներ ներում են։ Այսինքն այստեղ էլ գործողություն։ Հիմա ինչու շատ ճիշտ եք ասում, ինչու միակողմանի, որովհետեւ մեզ պետք է, որ իրենց զբոսաշրջիկը գա Հայաստան, մեր հյուրանոցում ապրի, մեր ռեստորանում փող ծախսի, մեր խանութներում փող ծախսի, մեր տաքսիստների ծառայությունից օգտվի եւ ընդհանրապես Հայաստանում շատ փող թողի։ Այսինքն սա արտահայտելի հատված է։ Ինչու այդ երկրները, որովհետեւ մենք տեսնում ենք վերջին տարիներին Մերձավոր Արևելքի երկրներից ներողություն եմ խնդրում։ Մերձավոր Արևելքի երկրներից ամեն հաջորդ տարի Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակաբար ավելանում է։ Եվ ավելին ասեմ, վերջին 1 տարվա ընթացքում մենք էական կրճատում ունենք Ռուսաստանից զբոսաշրջիկների, բայց այդ թիվը շատ զգալի չէր մեր զբոսաշրջային հոսքերի համար, որովհետև Մերձավոր Արևելքից, Արևմտյան Եվրոպայից եւ Հնդկաստանից եկող զբոսաշրջիկների աճը էականորեն կոմպենսացրեց այն բացը, որը մենք ունեցանք Ռուսաստանից եւ մենք շարունակում ենք այդ ուղղությամբ գնալ եւ մենք խնդիր ենք դրել մեր առաջ, որպեսզի Մերձավոր Արևելքի շուկան զբոսաշրջության նոր ռազմավարությամբ դառնալու է Հայաստանի Հանրապետության համար առաջատար առաջնային շուկաներից մեկը։